Իրանին տրված վերջնաժամկետը մինչև երեքշաբթի արևելյան ժամանակով ժամը 20:00-ն։ Եթե Իրանը հնարավորինս շուտ գործարք չկնքի, դիտարկում եմ ամեն ինչ պայթեցնելու եւ նավթի նկատմամբ վերահսկողություն հաստատելու տարբերակը։ Fox News-ին տված հարցազրույցում ասել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Իրանը եւ ԱՄՆ-ն կարող են համաձայնության հասնել արդեն երկուշաբթի, նշելով, որ իրանական կողմից բանակցողներին չեն թիրախավորի, որպեսզի նրանք կարողանան բանակցել։ Ավելի վաղ օգտագործելով հայհոյախառն արտահայտություններ, նա կոչ էր արել իրանցիներին բացել Հորմուզի նեղուցը, հակառակ դեպքում Իրանը կապրի դժոխքում։ Բացեք անիծյալ նեղուցը, խելագար սրիկաներ, թե չէ դժոխքում կապրեք, գրել էր նա։ Donald, my dear friend. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհավորել է Թրամփին Իրանի տարածքում ամերիկացի օդաչուի փրկարարական գործողությունը բարեհաջող իրականացնելու համար։ Դոնալդ, իմ սիրելի բարեկամ, քո վճռական առաջնորդությունը կրկին մեծ հաղթանակ բերեց Ամերիկային, ասել է նա։ Հիշեցնենք, որ Իրանն ուրբաթ խոցել էր F-15 կործանիչ, որի երկու օդաչուներն ինքնանետվել էին։ Մեկին հաջողվել էր փրկել շատ արագ, իսկ մյուսի գործողությունը տևել է ավելի քան 1 օր։ Ձեր անխոհեմ քայլերը Միացյալ Նահանգները ներքաշում են դժոխքի մեջ, ինչը կզգա ամեն ընտանիք, իսկ մեր ամբողջ տարածաշրջանը կայրվի, քանի որ դուք շարունակում եք կատարել Նեթանյահուի հրամանները, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Թշնամու դաշնությունը չբավարարվեց Գազայում տեղի ունեցած կոտորածներով, Լիբանանի եւ Եմենի ռմբակոծություններով, ինչպես նաեւ Քաթարի թիրախավորմամբ, հայտարարել է Համաս խմբավորման մամուլի խոսնակ Աբու Օբայդան։ Թշնամու կողմից Իրանում մեր եղբայրների դեմ կատարված սարսափելի հանցագործությունները, ինչպիսին է Մինաբի դպրոցի կոտորածը, աշխարհին հիշեցնում են Գազայում տեղի ունեցած ցեղասպանական հանցագործությունների մասին, ասել է նա։ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանին։ Բեյրութում 3 իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել 39, հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։ Սուրբ Զատկի արթիվ ուղերձ է հղել Հռոմի Պապ Լևոն 14-րդը, որն ավելի շատ խաղաղության կոչ է հիշեցրել։ Թող զենքեր ունեցողները վայր դնեն դրանք, թող պատերազմներ սանձազերծելու իշխանություն ունեցողները ընտրեն խաղաղությունը, ոչ թե ուժով պարտադրված, այլ երկխոսության միջոցով ձեռք բերած խաղաղություն, ասել է նա։ Ուկրաինայի նախագահը մեկնել է Սիրիա, նախագահ Ահմադ Ալ-Շարայի հետ հանդիպելու։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը եւ դրա բարելավման ուղղված քայլերը։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալ-Շարային աջակցության համար։ Մեծ հետաքրքրություն կա ռազմական եւ անվտանգության ոլորտում փորձի փոխանակման նկատմամբ։ Շնորհակալություն մեր ժողովրդի նկատմամբ հարգանքի խոսքերի համար, ասել է Զելենսկին։ Դաղստանում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ խոշոր ջրհեղեղն է տեղի ունեցել։ Մախաչկալայում ջրհեղեղի պատճառով եռահարկ բնակելի շենք է փլուզվել։ Խասավյուրտում էլ շուկան է անցել ջրի տակ, տեղի են ունեցել այլավերածություններ։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։